Հյուսիսային Եվրոպայում մահացու էմի փոթորիկը, Ասիայում ավերիչ մատմո թայֆունը, Կամչատկայում խորհրդավոր հրաբխի ժայթքումը եւ Բալկաններում ձյան ապոկալիպսիսը։ Դիտեք այս թողարկումը անցյալ շաբաթվա այս եւ այլ իրադարձությունների մասին ավելին իմանալու համար։ Դուք նաեւ կիմանաք հիմնական, բայց դեռևս թերագնահատված գործոններից մեկի մասին, որն այժմ ներսից ոչնչացնում է մեր յուրաքանչյուրի մարմինը եւ ամբողջ մոլորակի էկոհամակարգը։ Ռուսաստան։ Հոկտեմբերի 4-ին հաղորդագրություններ տարածվեցին Կամչատկայում գտնվող կրոնոցկի հրաբխի հանկարծակի ժայթքման մասին, որը ավելի քան 100 տարի հանդարտ էր մնացել։ Տեղական ժամանակով ժամը 11:50-ին գրանցվել է մոխրի ամպ, որը հասել է ծովի մակարդակից 9 կիլոմետր 200 մետր բարձրության։ Մոխրի ամպը տարածվել է 85 կիլոմետր։ Հայտարարվել է ավիացիոն ամենաբարձր գունային կոդը՝ կարմիրը։ Սկզբում գիտնականները կարծում էին, որ կրոնոցկիում տեղի է ունեցել պայթյունային ժայթքում, բայց շուտով նրանք եզրակացրեցին, որ դա գոլորշու եւ հին մոխրի ֆրեատիկ արտանետում էր, հավանաբար Կրաշենինիկով հրաբխի լանջին գտնվող կրոկուր մահարից։ Այս տեսությունը հաստատվեց այն փաստով, որ ամպը ցրվել է ընդամենը 5 ժամում, զգալիորեն ավելի արագ, քան հրաբխային մոխրի սովորական ամպերը, որոնք կարող են մնալ մթնոլորտում մի քանի օր եւ պարունակում է մեծ քանակությամբ ջրային գոլորշի։ Սակայն հոկտեմբերի 5-ին կրոնոցկի արգելոցի աշխատակիցները հայտնեցին, որ մահարը որևէ ակտիվություն չի ցուցաբերել եւ որևէ փոփոխություն չի գրանցվել, ինչը բացառում է կրոկուրի վարկածը։ Այս մոխրի ամպի ծագումը մնում է անհայտ եւ տեղացի մասնագետները տատանվում են խոստովանել, որ կարող էր արթնանալ մեկ այլ նախկինում քնած հրաբուխ։ Նշենք, որ Ալլատրա միջազգային հետազոտական խմբի գիտնականները 10 տարուց ավելի է, ինչ զգուշացնում են ամբողջ աշխարհում, մասնավորապես Կամչատկայում, հրաբխային ակտիվության աճի մասին։ Նրանք նաեւ պարզել են տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության կտրուկ եւ անոմալ աճի իրական պատճառները։ Մատմո թայֆուն։ Մատմոն թայֆունը հարվածեց հարավային Չինաստանին հոկտեմբերի սկզբին, ազգային օրվա եւ աշնան կեսի փառատոնի տոների ժամանակ։ Այս ժամանակահատվածը ավանդաբար համարվում է զբոսաշրջային գագաթնակետ, երբ միլիոնավոր մարդիկ ճանապարհորդում են երկրով մեկ, մեծացնելով տրանսպորտի եւ արտակարգ ծառայությունների ծանրաբեռնվածությունը։ Հոկտեմբերի 4-ին Հայնան կղզում հայտարարվեց ամենաբարձր տագնապի մակարդակը։ Հայնան շրջանում եւ Վենչան քաղաքում ժամանակավորապես դադարեցվեցին ծովային երթևեկությունը, բիզնեսները եւ տրանսպորտը, իսկ դպրոցներն ու առևտրային հաստատությունները փակվեցին։ Հայնան Մեյլան միջազգային օդանավակայանը չեղարկեց բոլոր չվերթները եւ կղզում բոլոր երկաթուղային ծառայությունները, այդ թվում արագընթաց երկաթուղին, դադարեցվեցին։ Հոկտեմբերի 5-ի առավոտյան մատմոն հասավ ցամաք, առաջացնելով մինչև 42 մետր վայրկյան արագությամբ քամի, որը պոկեց տանիքներից երկաթե թիթեղները եւ կոտրեց ծառերը։ Իշխանությունները տարանեցին ավելի քան 200,000 բնակիչների, տեղավորելով նրանց ժամանակավոր կացարաններում։ Հայդյան գետի վրա, Մեյլան շրջանում, փոթորկի ալիքները պողպատե բեռնատար նավը պոկել են խարսխից եւ սկսել են շարժվել դեպի կամուրջ, լրջորեն սպառնալով նրա անվտանգությանը։ Արտակարգ իրավիճակների եւ ծովային ծառայություններին հաջողվել է այն կանգնեցնել եւ հետ քարշակել։ Հոկտեմբերի 5-ի երեկոյան թայֆունը հարվածել է մայրցամաքային Չինաստանի հարավին։ Գուանդուն նահանգի Չժանցյան շրջանում քամու առավելագույն արագությունը հասել է վայրկյանում գրեթե 57 մետրի, իսկ 2 օրվա ընթացքում տեղումների քանակը գերազանցել է 450 մմ։ Չնայած մատմոն թայֆունը թուլացավ Չինաստանի միջով անցնելուց հետո, նրա ընթացքը հոկտեմբերի 6-ին Վիետնամի հյուսիսային հատվածում աղետալի ջրհեղեղներ եւ սողանքներ առաջացրեց։ Երկրի 3 գետերում գրանցվել է գրեթե 40 տարվա ընթացքում ամենաբարձր ջրհեղեղի մակարդակը։ Թայնգույեն քաղաքով հոսող Կաու գետի մակարդակը բարձրացել է ավելի քան 1 մետրով, գերազանցելով նախորդ ռեկորդային մակարդակը, փողոցներում ջուրը հասել է մեքենաների տանիքներին։ Բազմաթիվ բնակիչներ ստիպված են եղել փախչել աղետի գոտուց։ Սոցիալական ցանցերի օգտատերերը օգնության կոչեր են արել, քանի որ մի քանի նահանգներում իրենց հարազատներն ու ընկերները մնացել են առանց էլեկտրաէներգիայի եւ սննդի պաշարների։ Թայնգույեն նահանգում 3B ազգային մայրուղու վրա հսկայական փոս է առաջացել, կաթվածահար անելով երթևեկությունը այս կարևոր հատվածում։ 3 ուղղաթիռ է ուղարկվել Լանգսոն նահանգի ջրհեղեղված տարածքների բնակիչներին ավելի քան 4 տոննա ջուր, սնունդ եւ անհրաժեշտ պարագաներ հասցնելու համար։ Բաքվե հիդրոէլեկտրակայանի ամբարտակում մոտ 5 մետր լայնությամբ ճեղք է առաջացել, ինչը ստիպել է տարանվել հոսանքն ի վար գտնվող համայնքների բնակիչներին։
Մայրաքաղաք Հանոյում, որտեղ շատ ընտանիքներ հենց նոր էին ավարտել Բուալ-օի մահացու թայֆունի թողած ցեխի եւ բեկորների մաքրումը, մատմոտ թայֆունը բերեց եւս մեկ տեղատարապ անձրևի ալիք, որի արդյունքում որոշ շրջաններում տեղաց մինչև 350 մմ անձրև։ Պոմպակայանները լարվել էին մինչև վերջ, մայրաքաղաքի 90 հեղեղված տարածքներից ջուրը հեռացնելու համար։ Մի բնակիչ խոստովանեց, որ իրավիճակը վերածվել է արատավոր շրջանի։ Անձրև էր գալիս, փողոցները ջրհեղեղի էին ենթարկվում, մարդիկ հուսահատորեն փորձում էին գոյատևել, եւ նա վախենում էր, որ սա շուտով կարող է նորմա դառնալ իրենց համար։ Աղետը մեծ վնաս է հասցրել երկրին։ Գրեթե 17,000 տուն ջրի տակ է անցել, եւ ավելի քան 22.5 հեկտար բրինձ եւ այլ մշակաբույսեր ջրհեղեղի են ենթարկվել։ 200,000-ից ավելի գլուխ անասուն եւ թռչուններ սատկել են։ Վիետնամում տեղի ունեցած արագ ջրհեղեղների եւ սողանքների հետևանքով զոհվել է 8 մարդ, եւս 5-ը անհետ կորած են համարվում։ Բալկանյան թերակղզի։ Հոկտեմբերի 3-ի գիշերը աննախադեպ տեղատարապ անձրևները Բուլղարիայի հարավային Սև ծովի ափը թողեցին աղետալի ջրհեղեղի գոտում։ Ամենաշատը տուժեցին Էլենիտեի, Արևոտ Լողափի, Սվետի Վլասի եւ Ցարևո քաղաքի հանգստավայրերը։ Իսկ Գրև գյուղում օդերևութաբանական կայանները 24 ժամվա ընթացքում գրանցել են ավելի քան 410 մմ տեղումներ։ Արտակարգ դրություն է հայտարարվել Բուրգասի մարզի 5 համայնքներում։ Ջրի հզոր հեղեղները բազմաթիվ մեքենաներ եւ միկրոավտոբուսներ են քշել ծովը, ջրհեղեղի ենթարկել մասնավոր տներ եւ հյուրանոցներ, ինչպես նաեւ ավերել են ճանապարհները։ Ավելի քան 80 գյուղ զրկվել է էլեկտրաէներգիայից։ Կայծակնային ջրհեղեղը խլել է առնվազն 4 մարդու կյանք։ Հարյուրավոր բնակիչներ եւ զբոսաշրջիկներ տարհանվել են։ Միևնույն ժամանակ երկրի հյուսիսում ձմեռային եղանակ է գրանցվել։ Անձրևը վերածվել է ձնախառն անձրևի, ժամանակավորապես փակելով լեռնային անցումները եւ առաջացնելով էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ազգային երկաթուղային ընկերությունը հայտնել է գնացքների զգալի ուշացումների եւ չեղարկումների մասին, ընկած ծառերի պատճառով։ Նմանատիպ եղանակային անոմալիաները ազդել են նաեւ Արևմտյան Բալկանների հարևան երկրների վրա։ Սերբիայի լեռնային շրջաններում մինչև կես մետր ձյուն է տեղացել։ Փոթորիկը վնասել է ենթակառուցվածքները։ Ընկած ծառերը տապալել են էլեկտրահաղորդման գծերը, փակելով ճանապարհները։ Երկրի հարավում եւ կենտրոնում գտնվող Իվանիցա, Մեդվեդիա եւ Ցրնատրավա համայնքները մնացել են առանց էլեկտրաէներգիայի եւ կապի։ Բոսնիայում եւ Հերցեգովինայում առատ ձյունը հարվածել է մայրաքաղաք Սարայևոյին, անակնկալի բերելով բնակիչներին եւ զբոսաշրջիկներին։ Ճանապարհորդները քաղաք են ժամանել ամառային հագուստով, չսպասելով սառնամանիքին, եւ 24 ժամվա ընթացքում ստիպված են եղել ձմեռային կոշիկներ եւ բաճկոններ փնտրել։ Նեպալ։ Չնայած Նեպալում անձրևային սեզոնի ավարտին, հոկտեմբերի 3-ից ի վեր երկրի կենտրոնական եւ արևելյան նահանգներում ուժեղ տեղատարապ անձրևներ են տեղի ունենում։ Այս տեղատարապ անձրևները ավերիչ ջրհեղեղներ եւ սողանքներ են առաջացրել։ Երկրի 8 խոշոր գետերի ջրի մակարդակը գերազանցել է վտանգավորության մակարդակը։ Կոսի գետում, որը տարածաշրջանի ամենամեծ ջրային ուղիներից մեկն է, ջրի մակարդակը բարձրացել է նորմայից կրկնակի ավելի։ Կոսի ամբարտակի վրա հայտարարվել է բարձր տագնապի մակարդակ, բոլոր 56։ Հեղեղային դարպասները սովորական 10-ից 12-ի փոխարեն ստիպված են եղել բացել, իսկ կամուրջով երթևեկությունը սահմանափակվել է արտակարգ իրավիճակների ծառայությունների համար։ Գետերը հեղեղել են բնակելի թաղամասերը։ Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ Փրկարարական գործողություններին մասնակցել է ավելի քան 20,000 ոստիկան։ Հորդառատ անձրևների եւ վատ տեսանելիության պատճառով դադարեցվել են բոլոր ներքին չվերթները։ Նեպալի մայրաքաղաք Կաթմանդուն այլ շրջանների հետ կապող հիմնական ճանապարհները փակվել են։ Որոշները սողանքների պատճառով, մյուսները նախազգուշական պատճառներով։ Ճանապարհային արգելափակումները տեղի են ունեցել հենց այն պահին, երբ 100,000-ավոր մարդիկ վերադառնում էին Կաթմանդու, Դաշինը, երկրի գլխավոր տոնը նշելուց հետո, երբ բնակիչները ավանդաբար մեկնում են իրենց հայրենի գյուղեր, հարազատներին այցելելու։ Լանգտանգի վայրի բնության արգելոցում բարարած գետը քշել է 4 զբոսաշրջիկի, որոնք դեռևս անհետ կորած են համարվում։ Սողանքները փակել են Էվերեստ տանող ճանապարհները եւ ճանապարհորդներին խորհուրդ է տրվել օգտվել այլընտրանքային արահետներից։
Իլամ շրջանում ուժեղ անձրևները բազմաթիվ սողանքներ են առաջացրել, ավերելով տներ եւ խլելով առնվազն 37 մարդու կյանք։ Աղետը տեղի է ունեցել գիշերը, երբ մարդիկ քնած էին, ողբերգություններից մեկը տեղի է ունեցել Ղոս գյուղում։ Սողանքը կլանել է տունը, սպանելով մեկ ընտանիքից 6 մարդու։ Մասնագետների խոսքով տուժած տարածքների մեծ մասը նախկինում բարձր ռիսկի գոտիներ չէին համարվում, ուստի այս տարածքներում սողանքները լիակատար անակնկալ էին։ Նեպալի հարավում կայծակի հարվածից զոհվել է 3 մարդ։ Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում տեղի ունեցած աղետի հետևանքով զոհվել է 60 մարդ, իսկ 11-ը դեռևս անհետ կորած են համարվում։ Հարևան Հնդկաստանում, Արևմտյան Բենգալիա նահանգի Դարչիլինգ քաղաքում, հոկտեմբերի 6-ին մեկ գիշերվա ընթացքում անդադար տեղացած անձրևները խլել են առնվազն 20 մարդու կյանք, քանդել կամուրջներ եւ ճանապարհներ, ինչպես նաեւ հեղեղել են հսկայական տարածքներ։ Արևմտյան Բութանում աննախադեպ անձրևները հանգեցրել են Թալա հիդրոէլեկտրակայանի խափանմանը։ Ընդամենը 7 ժամվա ընթացքում ամբարտակի թողունակության հոսքը կտրուկ աճել է ավելի քան 6 անգամ, ինչը հանգեցրել է ամբարտակի միջով ջրի արտահոսքի։ Էմի Փոթորիկ Հոկտեմբերի սկզբին հյուսիսային Եվրոպային հարվածեց մահացու Էմի Փոթորիկը։ Այն աշնանային սեզոնի առաջին խոշոր անվանական փոթորիկն էր, բերելով ավերիչ քամիներ եւ տեղատարապ անձրևներ։ Հոկտեմբերի 3-ին Իռլանդիայում փոթորիկը վնասեց 200,000 տուն եւ կաթվածահար արեց օդային երթևեկությունը։ Մայրաքաղաք Դուբլինում չեղարկվեց 115 չվեր։ Ցավոք, կան զոհեր։ Դոնեգալ կոմսությունում մահացավ 1 տղամարդ։ Մեծ Բրիտանիայում հոկտեմբերին գրանցվել է ռեկորդային ցածր 947.9 միլիբար ճնշում։ Հենց այս անսովոր նոսր մթնոլորտն էր, որը տարածաշրջանում քամիները հասցրեց բացառիկ ինտենսիվության։ Տիր կղզում գրանցվել է ժամում 154 կմ արագությամբ պոռթկում։ Լոնդոնի հայտնի թագավորական այգիները փակվեցին, ընկած ծառերը խոչընդոտեցին ճանապարհային եւ երկաթուղային երթևեկությանը ամբողջ երկրում, իսկ Շոտլանդիայում գոլֆի առաջնությունը դադարեցվեց։ Արևմտյան Նորվեգիայում փոթորկի պատճառով փակվեց ավելի քան 170 ճանապարհ։ Փոթորիկը վնասեց ավելի քան 2500 շենք, պոկելով տանիքները եւ փլուզելով պատերը։ Լեռնային ճանապարհին ավտոբուս է շրջվել, իսկ Օսլոյում մետրոյի գնացքը դուրս է եկել գծերից, ընկած ծառերի պատճառով։ Էրլանդի համայնքը լիովին մեկուսացվել է լաստանավային ծառայությունների չեղարկումից եւ ճանապարհների փակումից հետո։ Շվեդիայում օդերևութաբանները նարնջագույն տագնապ են հայտարարել արևմտյան եւ հարավային ափերի համար, որտեղ գրանցվել են փոթորկի ուժգնությամբ պոռթկումներ եւ տեղատարապ անձրևներ։ Հոկտեմբերի 4-ին Նիդերլանդներին հարվածել է Էմի փոթորիկը մինչև 120 կմ/ժ արագությամբ քամիներով, պատճառելով լայնածավալ ավերածություններ։ Ամստերդամի Սխիփհոլ օդանավակայանը չեղարկել է մոտ 150 չվերթ, իսկ դեպի Ֆրիզիան կղզիներ լաստանավային ծառայությունները լիովին դադարեցվել են։ Բելգիայի Օստենդե քաղաքում անվտանգության նկատառումներից ելնելով փակվել են ծովափնյա ալեհավաքները։ Ժամում 100 կմ գերազանցող ուժեղ քամիները ծառերի ընկնելու պատճառ են դարձել կայանված մեքենաների վրա։ Դանիական Սկագեն քաղաքում մինչև 4 մետր բարձրությամբ ալիքները հսկայական քարեր են նետել նավամատույցի վրա։ Ամսվա տեղումների նորմայի կեսից ավելին թափվել է 2 օրից էլ պակաս ժամանակում։ Փոթորիկը հարվածել է Ֆրանսիայի հյուսիսային ափին, մինչև 5 մետր բարձրությամբ ալիքներով եւ ժամում մինչև 131 կմ արագությամբ քամու պոռթկումներով։ Տարածաշրջանի հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, իսկ երկաթուղային երթևեկությունը խափանվել է։ Փոթորիկը խլել է 2 մարդու կյանք։ Մեկ մարդ խեղդվել է ծովում, իսկ մեկ ուրիշը մահացել է մեքենայի մեջ ծառի ընկնելու հետևանքով։ Բազմաթիվ ուսումնասիրություններ որպես ծայրահեղ տեղումների հիմնական գործոն են նշում մթնոլորտում խոնավության պարունակության կտրուկ աճը, դրա տաքացման հետևանքով։ Իրոք, ավելի տաք մթնոլորտը կարող է զգալիորեն ավելի շատ խոնավություն պահել եւ այն տեղափոխել մեծ հեռավորությունների վրա։ Այնուամենայնիվ, կա ևս մեկ գործոն, որը փորձագետների մեծամասնությունը հաշվի չի առնում իրենց հաշվարկներում, եւ շատերը նույնիսկ չգիտեն դրա բացասական ազդեցության մասին մոլորակի կլիմայական համակարգի վրա։ Սա վերաբերում է մթնոլորտում պարունակվող միկրո եւ նանոպլաստիկին։ Այս տրիլիոնավոր մասնիկներն անվնաս, իներտ փոշի չեն։ Դրանք կարող են կուտակել եւ երկար ժամանակ պահպանել էլեկտրաստատիկ լիցք, զգալիորեն փոխելով մթնոլորտի ֆիզիկական հատկությունները։ Արդյունքում մենք տեսնում ենք ամպերի հիմնարար փոփոխություն։ Պլաստիկ մասնիկները գործում են որպես գերարդյունավետ խտացման կենտրոններ, ինչը հանգեցնում է ամպերի ձևավորմանը սովորականից ցածրադիր մակարդակներում։ Դրանք խոնավությունը պահպանում են ավելի երկար եւ ավելի մեծ ծավալով, եւ երբ անձրև է սկսվում, այն տեղում է որպես աղետալի տեղատարավ։
Ավելին, օվկիանոսում եւ մթնոլորտում պլաստիկը գործում է որպես ջերմամեկուսիչ, կանխելով ջրի եւ օդի միջև նորմալ ջերմափոխանակումը։ Արդյունքում, էներգիան չի ցրվում, այլ մնում է երկրի համակարգում։ Ամենավտանգավորն այն է, որ այս գործընթացը ինքնաուժեղանում է։ Օվկիանոսի տաքացումը մեծացնում է գոլորշիացումը եւ գոլորշու հետ միասին մթնոլորտ է բարձրանում ավելի շատ նանոպլաստիկ։ Օդը դառնում է ավելի լիցքավորված եւ կլանված էներգիան արագացնում է հետագա տաքացումը։ Ավելի շատ ջերմություն նշանակում է ավելի շատ խոնավություն, ավելի շատ պլաստիկ եւ անվերջ այդպես շարունակ։ 20 տարի առաջ Ալլատրայի գիտնականների միջառարկայական խումբը սկսեց ուսումնասիրել նանոպլաստիկը եւ առաջինը զգուշացրեց դրա վտանգի մասին։ Նրանք պարզեցին, որ այս մասնիկների ամենավտանգավոր հատկությունը էլեկտրաստատիկ լիցք կուտակելու նրանց ունակությունն է, որն ազդում է թե մարդկանց եւ թե բնության վրա։ Այնուամենայնիվ, այս խնդրի լուծումը չի կարող իրականացվել մեկ հետազոտական խմբի կողմից։ Արդյունավետ լուծում գտնելու համար պահանջվում են աշխարհի տարբեր երկրների գիտնականների ջանքերն ու ռեսուրսները։ Հետևաբար, ակտիվ հանրային ներգրավվածությունն ավելի կարևոր է, քան երբևէ։ Անհրաժեշտ է նանոպլաստիկի հետազոտությունների նկատմամբ հանրային մեծ պահանջարկ։ Միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր մարդ կգիտակցի խնդրի հրատապությունը եւ կներգրավվի դրա մասին իրազեկվածության բարձրացման գործում, հնարավոր կլինի արագ լուծում գտնել։